Իսկ սրանք արդեն այն հատվածներն են, որտեղ, այսպես ասած, անցկացնում եք այլ ժամանց, դե իհարկե ինչպես ամեն տեղ նման բաներ կան, դիմացը հետաքրքիր ոճով արած սրճարանը, մյուս հատվածներում արդեն փակ է ցուցադրության համար, որպեսզի կարողանայի նկարել ներսում եւ մնացած մասերում այլ տեսեք մեծ տեղեր կան երեխաներին խաղալու համար, իսկապես հրաշալի տեղ է ընտանեկան միջավայրի համար, հատկապես եթե մնում եք հյուրանոցում, որովհետեւ եւ խաղում են, եւ օգտվում են այլ բաներից, չգիտեմ, եւ լողանում են, եւ կարող են գնալ Իգվելանդիա, որտեղ շատ հետաքրքիր հա, գիտությունը ներկայացված է շատ հետաքրքիր ձևով, դա արդեն դրսում է, այսպես։ Երեխաների համար իսկապես կախարդական վայր է, որտեղ ամեն ինչ, այսպես ասած, պտտվում է հեքիաթի շուրջ, հեքիաթային ինչ-որ բաներ, գեղեցիկ արած գնացք, չգիտեմ, այնտեղ ուխտ, դե պարզ է, եթե Բաբելոն, այսպես բաբելոնյան ոճի, հա, բաներ պետք է լինեն, արմավենիներ, տեսեք, կառույցներ, բաբելոնյան ոճի, այստեղ ինչպես բնորոշ է, հա, Բաղդադին ուխտ, եւ ասեմ, որ Եվրոպան շնորհակալ եւ պարտական է Բաղդադին, որովհետեւ հենց Բաղդադից է սովորել գյուղատնտեսությունը ժամանակակից, չնայած որ հիմա իրենք շատ մեծ են փրթում, բայց գիտության մեծ նվաճումները Եվրոպա են հասել Հայաստանից, Պարսկաստանից եւ Մեսոպոտամիայից, Իրաքից, ընդհանրապես Միջին Արևելքից, եւ երբ մենք եւ մեր նման ազգերը կերտում էին քաղաքակրթություն, սրանք դեռ գոյություն չունեն, բայց ցավոք սրտի տեսնում ենք ինչ է կատարվում։